в 88 году нас практически оттуда выгнали. Мы приехали сюда. Огород, сейчас уже мы пожилые, мне 70, жене 65, малина в основном, ну и немножко лоби, картошка. Для себя только, уже много, в большом объеме не можем. Ինչ օրինակ ես գյուղը օգտվում պետությունից, ոչ մի բան։ Ճանապարհները տեսել եք, չէ՞, ինչ վիճակ է։ Ճանապարհները մեկ, ամեն ինչը։ Ես գյուղում ինչ են անում, ուշադրության կենտրոնում չեն ժողովուրդը։ Տանջում ենք, չարչարվում ենք։ Մենք օրինակ 6 շունչ ենք։ Ես, հարսս, թորներս, ամուսինս, երկուսս էլ երկրորդ կարգի հաշմանդամ ենք։ Ինձ օրինակ չի կարելի, որ 5 րոպե գլուխս կախ աշխատեմ աշկերի տեսողության խաթրի։ Բայց ստիպված աշխատում եմ առավոտից մինչև գիշերվա կես, որ կարանք այս երեխեքին ոտի հանենք գոնե։ Ինչ, աշխատում ես, գնում ես շուկա, չես կարող որ կանգնես վաճառես, վերավաճառողներին ես տալիս ինք քեզանից ավելի շատ օգտվում, քան թե դու։ Նույնը անասնապահությունը։ Մեկը գելնատանում, մեկը կորչում է, մեկը եսիմ ինչ, նույնն էլ էդ։ Ժողովուրդը էլի մնում են տուժված։ Дороги не важны. Вот этот участок сделали до школы, от Гюрапетарана до школы сделали. Ну, собираются на трассу делать, не знаю, обещают. Будет, не будет, не знаю. Ինչա պետք, ամեն ինչ գյուղացուն աջակցություն։ Գյուղացուն ամեն։ Ես օրինակ խնդրել եմ, մի հատ եկեք ցույց տամ, էլի ինքնաշեն ջերմություն ենք, տղես ասարկել, փետից։ Հիմի փետերը փտելա, Էնա կարակ նկարեք։ Այնքան պետությանը խնդրել եմ տարբեր կազմակերպությունների, ինչ ամեր խնդրանքը 120 քառակուսի ընդամենը, որ մի հատ ջերմոց սարքեն, մեր այն որ ասում եմ երեխեքին էլի տրանով պահում ենք, էլի օգտվում ենք, փող չենք տալի առնում, ինչ վատ բան ենք անում մենք։ Ուզում ենք աշխատենք, որ էլի հարևանին էլ ենք օգնում, այն մեկը գալիս է պամիդոր, այն աշխատողը որ գնում է Ցելոֆան լցնում եմ տալիս իրան ասում եմ աշխատողա, այն տուրիստներ թեկուզ գալիս են, էլի տննում եմ տեղա հետ գալիս են հավաքվում, էլի հավաքում եմ տանում ենք ասում ենք հյուրասիրվեք, ինչ վատ բան ենք անում, մենք էլ արանքում օգտվում ենք։ 120 քառակուսի ջերմոց է, այնքան խնդրեցինք, ոչ մեկը չաջակցեց։ Գյուղապետարան ենք դիմել, թեկուզ մի քիչ գումարով 500,000 գումարով որ օգնեին, էլի տղես կսարքեր։ Ասենք մատերիալը որ տամ, իմ տղեն կարա սարքի, կսարքեր։ Բայց դες տարելի քանդվել է հիմա արդեն ձմեռվա սեզոնա կանաչիներ ցանելու ամեն ինչ անելու մեր պարոն Փաշինյանը ասում է որ թոշակները ավելացնում ամիս քարտը տանում ես 5000 դրամ ավելանում է խոսքի 5000 էլ չի այդ 43000 դրամը այդ կնիկը 5 տարի է տեղաշորի մեջ պարկած ամպերսինա հերիքում թե իր одноразовый простынա հերիքում թե լվացքը փոշինա հերիքում թե դեղերնա հերիքում պլյուս դրա որ իրան քարտային չես տալի, որ ինքը չի կարա գնա քարտային ստանա, ճիշտ է, բայց այդ ոնց եղավ որ ավելացնում ես այն մարդկանց, որոնք որ ոտի վրա են, կոնկրետ մենք ես էլ եմ հաշմանդամ ամուսինս էլ, մենք չենք օգտվում, որովհետև մեր քարտային չի, այդ տարիքային, այդ խմբի մարդկանց է պետք որ ավելացնեն, ճիշտ է, ես ճիշտ եմ խոսում թե սխալ, այդ խմբի մարդիկ եթե իրավունք չունեն քարտային, իրավունք ունեն, եթե ուզում ես գնա դիմի բայց այդ հնարավորությունը չկա։ Դու ենք ընկան ոնց ես ավելացնում։ Այդ 43000 դրամ են կնիկը ինչ անի։ Ինչ անի։ Ճիշտ չեն անում։ Ժողովրդի մասին չեմ մտածում։ Գազ գյուղում կա, բայց մենք չենք միացրել, որովհետև տունը մերը չի։ Իմ տունս վթարայինա 4-րդ կարգի աղբոց տանն մնում։ Դրա համար ասում եմ պիտի թույլտվություն ունի, որ գազը քաշենք։ Դե փայտով ենք ջրոցում, բայց это փայտն էլ արգելում են։ Газ в селе есть, мы пока не провели, вот собираемся, сын отопление хочет сделать, если успеет, должен успеть. Отопление, да? Раньше дрова им были, а сейчас отопление хотим сделать. Գազ ունենք քաշած, բայց հնարավորություն չենք ունենալու, որ ջրոցումը գազով անենք, չենք կարա։ Դե որովհետև գումարը շատ է, մենք ինչ գումար ենք ստանում, որ մենք կարանք։ Իսկ չենք հասցնում լույսի փողը տանք, այս սովորական գազի փողը տանք, չենք հասցնում։ Դե տալիս են 8 կուբ էսա կտամ, 8 կուբամետր կտամ, տոմսեր են տալու, որ մարդիկ գնան։
ում են տալիս բոլոր գյուղացիներին։ Դե հիմի ասում են նպաստառուներին են տալիս։ Մենք տատիկ ունենք 93 տարեկան, որ նպաստառու է։ Ինձ թվում է տոմս կտան, քանի կուբ որ վարելիք բերենք էլի։ Իստանց հատվում տենց կանան։ Դեսին երևի չոր մոր փետ կբերենք, կհավաքենք բերենք, ջորուցենք, որովհետև ուրիշ միջոց չկա էլի։